Ամեն, ամեն, ամեն։ Սերներ, Քրիստոսի հարությունը միլիարդավոր մարդկանց համար նշանակություն չունի։ Նրանք չեն հասկանում, չգիտեն, բայց երան են նրանք, ովքեր հասկացել են, ովքեր գնահատել են։ Նայեք սերներ, այս նկարի վրա, որ այս վարշամակը դրած է, ստեղ գրած է դրա մասին, հետաքրքիր է։ Կարդամ մենակ այդ մասը, որ գերեզման են գնում, նայեք, Պետրոսն ու Հովհաննեսը վազում են միասին գերեզման։ Լսեցին, որ Քրիստոսին ասма գողացել են, չկա Քրիստոս, չգիտեն իրանք ուր են։ Հովհաննեսը վազում էր, բայց Պետրոսի սիրտը ուրիշ ձև էր։ Դե Պետրոսը ծեր էր, Հովհաննեսը ավելի շուտ վազեց, հասավ, տեսավ, վարշամակը դրած է։ Նայեք, ինչ է գրած, կարդում եմ Հովհաննու 20-րդ գլխի 6-7 խոսքը։ Սիմոն Պետրոսալ հասավ, որ անոր ետևեն գուկար ու գերեզման մտավ, տեսավ կտավները, որոնք հոնքը կենային, ու վարշամակը, որ անոր գլուխն էր, մյուս կտավները հետը չէր, հապա ծալված մեկով դրած։ Ձեներ գիտեք այդ ինչ է նշանակում, հրյաների օրենքը տենց է, որ Երուսաղեմ եղել է, իրանց մոտ սենց օրենք կա, թեկուտ ռեստորանում, որ գնում ես, մեկի տունը, որ գնում ես, ընդես սարֆետկա է դրա, չէ, եթե այդ շորը ծալում դնում ես, ուրեմն դու նորից պետք է գաս, սեղանը չեն հավաքում, ռեստորանը, չասեն գնում ես սուքարան ես գնում, կամ գնում ես մեկի հետ խոսալու, այդ շորը դնում ես, այդ մատուցող, որ գալիս տեսնում է շորը ծալա դրա, դա ձեր չի տալիս։ Սա խորհուրդ է, որ Հիսուս նորեն պիտի գա, բայց այն միլիարդավոր մարդիկ, որոնք չեն հավատացել, շատ պիտի զղջան, իսկ այն քչերը, գրածա քչերն են, որ կհավատան, այն քչերի համար երանի պիտի լինի, սերներ։ Այսօր հարության տոն է, բայց նայեք սերներ, շատ հավատացյալներ չգիտեն, անկեղծ եմ ասում, մենք հիմա իրար որ ասում ենք, այս թեմա ես խոսացել եմ, այսօր է պիտի խոսամ, որ ասում են խաղաղություն ձեզ, մարդիկ կա, որ ասում են, մեր սիրտը խաղաղ է, այդ քո սրտի խաղաղություն անհավատն էլ ունի, մարդ կա ամեն բան ունի, իսկ չի էլ մտածում, չգիտի, որ դատաստան գա, դրա համար սիրտը խաղաղ է, չգիտի, որ արածների համար պատասխան պիտի տա, դրա համար սիրտը խաղաղ է, բայց այն խաղաղությունը, նայեք Հիսուս Հովհաննու 14-րդ գլխի մեջ սենց այսպես խոսքեր ասում, խաղաղություն կթողնեմ ձեզի, 27 խոսքը, իմ խաղաղությունս կուտամ ձեզի, ոչ թե ինչպես աշխարհը կուտա, մենք տեսնում ենք աշխարհի խաղաղությունը, իսկ ժամեր չի անցնում, խաղթվում է, բայց ինչ խաղաղության մասին ասելներ, նայեք, Եփեսացիների թղթի մեջ Պողոս առաքյալը շատ բացատրում է, շատ հետաքրքիր, շատ անգամ ենք, որ կարդում ենք, այդքան ուշադրություն չենք դարձում, բայց սիրներ, սա Աստվածաշունչ է, սա Աստծո բենի ելած խոսք է, եւ այս խոսքը մեծ իմաստ ունի, նայեք ինչ ասում, կարդում եմ Եփեսացիս 2-րդ գլխի 13 խոսքը, բայց հիմա Հիսուս Քրիստոսով դուք վեր ատեմը հեռավոր եք, մերձավոր եղա Քրիստոսի արյունովը, վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկ լավ ու մեջտեղի քանդող պատը, այսինքն իրարու եղած թշնամությունը իր մարմնով քանդեց, մարդ Աստված թշնամի էին, շատ հազվագյուտ մարդիկ են, որ գնահատում էին, պետք էր, որ մարդ Աստված թշնամությունը խաղաղություն լիներ, բայց դա գրված է միայն արյունով, նա էլ Եբրայեցիների մեջ գրված է, անասունների արյունը չէր կարա գոհացնել Աստծուն, որտեղ Ղևտացիների 17-11 այսպես է գրված, հոգու համար քավություն անողը արյունն է, պետք էր սուրբ արյուն, դրա համար Քրիստոս խաչվեց, եշանակություն ինչ ասում, եւ հրամաներով եղած պատվիրանքների օրենքը խափանեց, որպեսզի իր մով ան երկուքի տեղ նոր մարդ մստեղծե ու ասով խաղաղություն է, երկուքն ալ մեկ մարմին եղած հաշտեցնե Աստծո հետ իր խաչով, վասզի անով սպանեց թշնամությունը եւ եկավ խաղաղություն քարոզեց ձեզի, որ հեռու է ու անոնց, որ մոտ են, սերներ, իրոք այսօր մենք խաղաղություն ունենք, գիտեք, մարդ մարդու հետ խաղաղությունը ուրիշ բան է, բայց երբ մարդ Աստծո հետ է խաղաղ, նրան ոչ մի բան չի կարա, կարող է պահ լինի, քո սիրտդ անխաղաղ լինի, լինում է սերներ,
Բայց այդ խաղությունը, երբ գիտես, որ դու Աստծո հետ խաղաղ ես, դա քեզ մեծ ներշնչակ է, մեծ ուրախություն է տալիս, մեծ լեցունություն է տալիս։ Նույն բանը սերներ գրված է Կողոսացիների թղթի մեջ, տեսեք ինչ ասում, 1:20-ը։ Ասում է. «Եվ անով ամենքը հաշտեցրեց իրեն հետ խաղություն ունելով խաչի վրա թափված իր այրունով»։ Ասում է դուք գնով եք, ծախու եք արել, դուք ձրի չեք փրկել, սերը շնորհքը մենք ձրի ենք ընդունում, բայց դա ձրի չի տրվել, այրուն է տրվել դրա համար։ Եվ այն էլ ինչ այրուն, սուրբ այրուն, դրա համար ասում է հայտնապես մեծ աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ, հոգիով արդարացավ, խաչի վրա արդարացրեց մեր հոգիները եւ խաղություն, այսօր մենք խաղություն ունենք Աստծո հետ։ Դրա համար երբ որ մենք կարդում ենք Եսայի 53 գլխի մեջ, նայեք 5-րդ խոսքը ինչ ասում։ Բայց անիկա մեր մեղքերու համար վիրավորվեցավ ու մեր անօրություններու համար ծեծվեցավ, մեր խաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք։ Այդ պատիժեր Բարտիսեն էր Գեթսեմանի ժամանակ, օրինակ ես ասում եմ Գեթսեմանի Հիսուսի համար ավելի ծանր էր, քան թե խաչի վրա։ Այն ժամանակ, երբ որ ասեց, նայեք այդտեղ որ կարդում ենք, ասում է Հիսուս տրտմեցավ, երբեք չէր տրտմե Հիսուս։ Ինչ կան անարգել էին, երբեք չէր տրտմե, բայց Գեթսեմանի տրտմեցավ։ Ասեց հայր իմ, ես գավաթ ինձ մի անցրի։ Ձեներ, ինչ գավաթ էր դա, այդ գավաթի մեջ աշխարհի ամենակեղտոտ բոլոր մեղքերը կար։ Այդ մեղքերը պետք է խմեր։ Մենք մարդ ենք, իշքան էլ սուրբ կյանք ապրենք։ Մենք երբ որ մեղք ենք գործում, կարող է վատ ենք զգում, բայց մեր մարմինը, մեր հին բնույթը դրան սովոր է։ Բայց Աստծո որդին ինչպես պիտի խմեր այդ մեղքի բաժինը։ Սերեր, խաչի վրա աշխարհի ամենամեղավոր մարդը Քրիստոսն էր։ Որտեղ ինչքան պատիժ կա խմել էր իրա, ոչ թե ուսին էր դրել մեշոկը, ոչ թե գրպանն էր դրել մեղքը, այլ վերցրել էր իրա վրա, դրա համար հայրը երեսը թեքեց մեղավոր մարդուց։ Ինչի համար մեր աներորության պատիժ ասма իրա վրա վերցրեց։ Ինչի համար, որ այսօր ես եւ դու Աստծո հետ խաղություն ունենանք։ Ինքը հարություն առնելով, երբ որ եկավ, նայեք սելիներ, կարդում ենք Հովանու ավետարանի մեջ, նայեք ինչ ա գրած, բոլորս քաջ ծանոթ գիտենք։ Մարդիկ վախեցել էին, ասում է, կարդում եմ 20-րդ գլխի 19 խոսքը, նույն օրը մեկ շաբթ իրիկուն աշակերտը հավաքված տեղի դռները գոց էին, հրյաների վախտալու համար, Հիսուս եկավ անոնց մեջտեղը կայնեցավ, ըսավ անոնց, խաղություն ձեզի։ Ձեներ, հրյաները вообще որ բարևում են, իրան ասում են շալոմ, խաղություն է նշանակում։ Բայց իրանք այդ խաղության հետ բաժին չունեն, որտեղ մերժեցին այդ խաղությունը։ Դա սովորական խաղություն է։ Բայց նայեք ինչ ասում։ Աշակերտներն ալ ուրախած են, երբ Տերը տեսան, Հիսուս նորեն ըսավ, խաղություն ձեզի։ Ինչպես հայրը զիս ղրկեց, ես ա ձեզի կղրկեմ։ Եվ ցույց է տալիս ձեռքերը ու կողը։ Տեսեք, այդ խաղության արդյունքն է սա։ Այդ խաղության համար է ծաղկվել, այդ խաղության համար խոցվեց։ Նայեք, երբ որ Պիղատոսը եկան Հիսուս մեռավ, զարմացավ մարդ ուղարկեց, ասեց հələ գնացեք ստուգեք, որտեվ խաչի վրա երբեք մարդ չի մեռնում մի օրում։ Ամենակիչ 2 օր տանջվում է։ Բայց Հիսուս մեռավ այդ օրը, որտեվ դի մարգարեություն է կատարել, նրա ոսկորը պիտի չկոտրվեր։ Ինչ է ավազակների ոսկորները կոտրվել, նրանք պիտի մնային շաբաթ օրը սուրբ օր է հրյաների, նրանք չէին կարա խաչի վրա մնային, պիտի խաչից իջեցնեին։ Եկան, տեսան, որ համոզվեին, խոցեցին եւ այդ մարգարեություն է կատարար, անոր խոցեցին, Սամոսների մեջ ա գրավ։ Դրա համար այրուն մեռած մարդուն, որ բան են անում, արուն ջուր ա լինում, արունն էլ սպիտակած։ Երբ որ տեսան, համոզվեցին, որտեվ սեներ խաչի վրա այդ մեղքերով չդիմացավ։ Սեներ մեզ համար դա այդքան հասկանալի չի։ Իշքան էլ կուզես հասկանաս մեր ուղեղը դա չի կարա հասկանա, որտեղ մարդուն չի տրված այդքան։
երբ որ ով հասնի երկինք, նրանք այնտեղ արդեն կիմանան դրա արդյունքը։ Գեթսեմանի երբ որ խմեց, նայեք սերները, այդ բաժակը, նայեք, մենք որ ասենք մարդկան մեղք կա գործում, ինչ համար սովորական իր համար ապրում է։ Բայց դժոխքում, երբ որ այդ մեղքի պատիժն է ստանում, հավիտյան գոռոցը չի թողում։ Քրիստոս այդ դժոխքի, այդ մեղքի պատիժը, որ մարդ ստանում է դժոխքում, Գեթսեմանում ինքը ճաշակեց այդ ցավը, դրա համար հրեշտակ եկավ, ով ինֆարկտ ստացել գիտի, ինֆարկտ ես ստացել եմ, ինֆարկտի ժամանակ քրդնում էր, ասեց քրտինքը գացա, բայց սառը քրտինք ա լինում, Հիսուս չէր կարա դիմանա, մարմնի մեջ դա չի կարա դիմանա այդ մեղքերը, այդ ցավին, դժոխքի ցավին չի կարա դիմանա, դրա համար հրեշտակ եկավ, կանգնեց կողքը, զորացրեց, գրած է, որովհետև այդ ամբողջ աշխարհի մեղքը մի սուրբ մարդ, որ չգիտեր մեղքի ինչ բան է, վերցրեց, ցենը շատերս չեն գնահատում, ես ասում եմ, երբ որ Երուսաղեմ էին գնացել են Գեթսեմանի, տուրիստներ եկել ծիծաղում էին, ես էլ բարկացա, արդեն մի քիչ ասի, ինչ եք բերաններդ բաց է հռհռում եք, չասի ծիծաղում եք, ասի դուք գիտեք ուր եք եկել, դուք պետք է գնայիք Լաս Վեգաս, դուք պետք է գնայիք Իտալիա, տեսարժան վայրեր դիներ, բայց էսի ուրիշ տեղ է, ասի ստեղ քայլել աշխարհի փրկիչը, դուք այսօր կանել եք Գեթսեմանի մեջ բերաններդ բաց անեկդոտ եք պատմում։ Հետո ասին կներես, ասին մենք չէինք իմանում։ Դե մարդիկ տուրիստներ եկել են տեսարժան վայրեր նայել։ Իսկ նա ով տեսել է, ով հավատքով տեսել է, մենք ասում ենք հավատքով տեսան Գողգոթան։ Դրա համար նրանք այդ բոլորը գնահատում են։ Սերիներ, Հիսուս մեծ գործ արեց։ Իր հարությունով ապացուցեց իր աստվածությունը։ Դրա համար շատ կրոններ կան աշխարհում, որ այսօր երկրպագում են, չաստվածներ կան, բոլորի գերեզմանը կասկի, տեղն էլ չգիտեն շատերի, բայց Քրիստոսի գերեզմանը պարապա։ Դրա համար, երբ որ այս շորերը տեսան, Պետրոսը գիտեր, նա հրյա է գիտեր օրենքը սովորությունները, նա դրա համար զարմացավ, բայց մի բան իմաց, ուրախացավ, որ իր Տերը հարություն առե։ Այսօր մեզ համար դա մեծ ուրախություն է սերներ, մարդիկ կամ բաժակները վերցնում են զատիկը շնորհավոր, այն չեն հասկանում, բայց երբ ասում ես Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոս, ռուսերենն է լավ ասում, ասա Քրիստոս վասկրես, воистину վասկրես, այո, ճշմարտապես հարություն առե, կանգնենք ոտքի փառավորենք իրան այդ հարության համար, որտեղ այսօր մենք ուրախանում ենք, որտեղ մենք Աստծո հետ խաղություն ունենք, մենք խաղություն ենք Աստծո հետ, Սի Լորդի Գասպ